Փառք մեր Աստծուն, ասեմ, որ ինձ համար մեծ պատիվ է ձեր դեմ կանգնել եւ ծառայել ձեր Աստծո խոսքով։ Շնորհակալ եմ Հովիվ Գորից հրավերքի համար։ Աստված ձեզ թող իրան առատապես շատ օրհնի։ Խոսքս այսպես է մեզ վերնագրե, արթուն կացեք, շատ կարդացել եք, շատ գիտեք, Աստվածաշունչը խոսում ասում է արթուն կացեք, անդադար աղոթք արեք։ Այնպես շատ նոր բան չեմ խոսալու, բայց ասեմ, որ Աստծո խոսքը միշտ թարմ է ու կարևոր է եւ հիշեցնում է։ Մենք հասկանում ենք ինչի մասին է խոսքը, չի խոսում սրա համար, որ մենք պետքա արթուն կենանք ամբողջ գիշեր եւ պետքա անդադար աղոթք անենք, ոչ մեկի մոտ չի ստացվել, բայց մենք հասկանում ենք, որ մեր հոգու մեջ մնալը շատ կարևոր է, որտեղ շատ մարդիկ կան, որ երբեմն եկեղեցու մեջ գալով իրանք լավ են, այսպես լցվում են, զորանում են, ձեռքերը պարզած կարող են փառաբանել եւ հասնելով տուն այդ արթուն վիճակը չկա իրանց մոտ, հոգեվոր վիճակը լինելով ոգևորվում են եւ հոգեվորը գնալով մնում է ոգևորը։ Սա շատ չգիտեմ ձեր հետ եղել է չէ, բայց իմ հետ եղել է այդ ամեն ինչը, բայց Աստվածաշունչը խոսում ասում որ ամեն ժամ պետք է արթուն մնանք։ Սա շատ կարևոր է։ Մենք տեսնում ենք ֆիզիկապես, երբ որ ասենք ոչ միայն կարամ ասեմ տղամարդիկ, ովքեր որ մեքենաներ ունեն, իրանք հասկանում են որ եթե դու ղեկի վրա ես, դու պետքա միշտ արթուն լինես, դու չես կարող աչքերդ փակես, ճամփի կեսին քշես ու վարես մեքենան ու քնած լինես։ Դա գիտես կբերի ինչ կատաստրոֆայի, չէ, ասենք ու նույնպես ասենք, եթե ասենք ինքնաթիռի մեջ ես, այնտեղ նույնպես պետք է այդ արթուն վիճակը ունենաս։ Շատ երկար ժամանակ, երևի մի 10 տարուց ավել, մեկը կար ինքը գիտական այդ ոլորտում խոսում էր, ասում էր մենք հիմա արտադրում ենք այսպես կալցոներ, որ մարդկանց ձեռին անցնենք, որ դա մեր պետքա պատենտավորենք, որ մերը լինի, այսօր դա նորություն չի, շատ տեղերում կա, երբ որ այդ օդաչուների ձեռքերին կամ ասենք տարբեր տեղերում օգտագործում են, որ իրանք լինեն սթափ, երբ որ մարդ սկսում է քնել, ննջել, այդ ժամանակ ինֆորմացիան տեղափոխվում է եւ այդ մարդը կոմպյուտերը կարողանում է իրան արթնացնի եւ ինքը այդ խնդրից կարող է դուրս գալ։ Եվ այսօր գիտես շատ կարևոր է որ մենք հասկանանք որ մեր հոգեվորներս ոչ պակաս ղեկի վրա են եւ ասեն որ դուք գիտեք որ գնալով ամեն բան սաստկանում է։ Մեր պատերազմը, ինչպես Աստվածաշունչը խոսում է, օդի իշխանի հետ է, չէ, չար ուժերի հետ է։ Այսօր եթե ուզում ես սրբես, եթե ուզում ես մի քայլ անես, որ ավելի շատ աղոթես, եթե ուզում ես, որ դու հավատքիդ կյանքը ամրացնես եւ ուզենաս զորանաս, ավելին Տիրոջ նվիրվես եւ չարը միանգամից ալիքա բարձրացնում։ Այսինքն մեզ պետք է որ մենք զորանանք, որտեվ Տիրոջ խոսքն ասում է, որ ձեր մեջ է ստերեմ զորության հոգի։ Իսկ եթե մենք ուզում ենք առանց զորության, առանց Տիրոջ զորության մենք քայլենք առաջ, դա չի լինելու։ Մեզ շատ դժվար է լինելու, մենք այդ պատերազմի մեջ մտնենք։ Մեզ հեշտ է Քրիստոսով, ամեն բան կարող եմ մեզ զորացնող Հիսուս Քրիստոսով։ Այսինքն մեզ պետք է որ մենք միշտ հասկանանք, որ մեզ արթուն վիճակ է պետք, որ մենք կարողանանք դիմակայել այս պատերազմի մեջ։ Ինձ շատ մարդիկ կան, որ իրանք այդ քնած վիճակով, ոչ սթափ վիճակով, ուզում են, որ իրանք մնան հոգևոր, բայց նոր խոսեցի սրա մասին, երբեմն այդ ոգևորված վիճակն է մնում եւ այդ հոգևորը չկա իրանց մեջ։ Բայց մենք Աստվածաշունչը խոսում ասում որ մենք պետքա ամեն ժամանակ արթուն լինենք ու եւ պետքա մենք ապրենք ինչպես որ դու վաղը պետքա ինչ-որ միտեղ մեկնես, այդպես պետքա մենք մեր ներսը, որ մենք պետքա տեղափոխվենք երկինքի արքայություն, մենք պատրաստ լինենք։ Մարկոս ավետարան 13:30-37 խոսքը ասում է, այստեղ մենք շատ անգամ լսած կլինենք, երբ որ Տիրոջ գալստյան մասին, այսպես տարբեր բաներ են խոսում ինտերնետներում, եւ նույնիսկ մարդիկ կան, որ իրանք օրեր են նշանակում, թե երբ կլինի, ոնց կլինի։
Բայց խոսքն ասում է միայն այն օրվա եւ ժամի համար ոչ ոք չգիտի հրեշտակներն էլ երկնքում եւ ոչ այդ որդին, բացի միայն հայրը։ Այսինքն Աստված խոսում է, ասում է, որ եթե որդին չգիտի, ով կարա իմանա դրա մասին։ Բայց մենք պետք է միշտ պատրաստ լինենք եւ զգուշ մնանք, ինչպես խոսքն ասում է 33-րդ խոսքն ասում է զգուշացեք, արթուն կացեք, աղոթք արեք, որովհետեւ չգիտեք թե ժամանակը երբ է։ Արթուն կացեք, որ չգիտեք թե տանուտերը երբ կգա, իրիկունը թե կես գիշերին, թե հավի խոսելու ժամանակ, հասկանում եք որ ակլորական չին, որ չլինի թե հանկարծ գալով ձեզ քնած գտնի։ Դες Աստվածաշունչը խոսում է, ասում է, որ մարդու կյանքը ծաղիկի պես է, կա։ Լավա բացվել է, բայց գալիս է ժամանակ, որ չորանում է։ Եվ շատ օրինակներ կա, որ ասում են ինքը թեյնիկից դուրս եկած կացայի դուրս եկած գոլորշու պես է, տեսնում ես շատ հստակ երևում է եւ մի փոքր հետո չկա։ Դες չեմ տխրեցնի, բայց սա պետք է հասկանանք, որ մենք չենք այստեղ եկել այդ 70 տարիների թողրինի 120, այդ դրա համար մենք չենք եկել այստեղ։ Մենք պետք է ժառանգենք երկնքի արքայություն, ամեն։ Փառք Աստծուն։ Դրա համար մեզ պետք է որ մենք ունենանք արթուն եւ զարթուն վիճակ, որ Տիրոջ գալստյան ժամանակ, որ քայլենք դեպի Քրիստոսը, ճանաչած Քրիստոսին, ոչ թե գնանք այնտեղ, ծանոթանանք Հիսուս Քրիստոսի հետ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսին, փրկին, ինչպես խոսքն ասում, իմիներս կճանաչեն իմ ձայնս։ Մենք այստեղից պետք է ճանաչենք Քրիստոսին։ Մենք պետք է այստեղ արթուն եւ զարթուն վիճակ պետք է այստեղ ունենանք։ Որ գնալով այնտեղ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը չասի գնացեք, ես ձեզ չեմ ճանաչում, ինչպես Աստվածաշնչի մեջ է խոսում։ Եվ այստեղ խոսում է 37-րդ խոսքի մեջ ասում է, բայց ինչ որ ձեզ ասում եմ, ամենիդ եմ ասում, արթուն կացեք։ Այսինքն կապ չունի դու քանի տարվա հոգևոր ես, քանի անգամ ես ընթերցել Աստվածաշունչը, քանի հատ Աստվածաշնչյան դպրոց ես ավարտել, արթուն կենալը պետք է մենք ամենօրվա գործը լինել, մենք պետք է հոգու մեջ լինենք եւ պետք է զորությունով։ Եվ խոսքն ասում է, որ մենք Աստծու տաճար ենք։ Մենք գիտենք, որ Աստված չուզեց բնակվել ինչ որ քարեղեն տաճարների մեջ, Աստված ուզեց որ բնակվի մեր սրտի մեջ եւ թագավորի մեր սրտի մեջ։ Դու պատկերացնում ես, Աստված բնակվում է իմ սրտի մեջ, ես ընդունել եմ Հիսուս Քրիստոսին, բայց ես քնած եմ։ Բայց ես չեմ խոսում, բայց իմ մեջ զորություն չկա, բայց իմ մեջ ուրախություն չկա։ Բայց խոսքն ասում է, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ինչ է։ Ուրախություն, ցնծություն, չէ։ Ես շատ ուրախ եմ, բայց քնած եմ։ Դες կարա՞լ է, չի կարա՞լ, չէ։ Տեսել եք ուրախ մարդ, բայց քնած։ Չկա, չէ՞ տես բան։ Այսինքն սա պարադոքս է, սա չի կարա լինի։ Մենք այսօր պետք է, եթե Տիրոջ հոգի մեր ներսն է, մենք պետք է ուրախ լինենք, ցնծանք եւ զորությունով լցված եղնենք, իսկ եթե չենք, այսինքն Քրիստոսը մեր ներսը չի։ Այսօր պետք է մենք տարբերվենք աշխարհի մարդկանցից, մեր ներսը պետք է լցված եղնի այդ զորությունը, ուրախությունը, որ Տիրոջ լուրը փոխանցենք այս քաղաքին։ Սա իմ թեմայից մի փոքր դուրս է, բայց խոսեմ սրա մասին։ Կա Աստվածաշնչում 5 կտակարանում Նեհեմիայի պատմությունը, գիտեք, երբ որ մի փոքր երեխա 3-4 բառ շատ հստակ ձևի խոսեց, ասում էր Նեհեմիան ասում է շատ հարգին հարուստ մարդ էր, բայց բորոտ էր, բայց խնդիր ուներ։ Եվ գիտես այդ մարդու մոտ անլուծելի խնդիրներ չկար, բայց այդ խնդրի մեջ ինքը այդտեղ ոչ մի բան չէր կարող անել։ Եվ եթե երեխան խոսեց, ասեց, եթե իմ մարգարեիս առաջին լիներ, նա հաստատ կբժշկվեր։ Գիտես այդ երեխան փոքր մի քանի բառ շատ հստակ ձևի խոսեց եւ գիտես այնտեղ կարգերով զորքով գնացին հասան, չէ՞, բժշկության համար։ Մի փոքր իմ թեմայից դուրս եմ գալիս, շեղում եմ, բայց ասեմ որ սա շատ կարեւոր է, սա խոսում եմ նրա մասին, եթե մենք քնած չենք, եթե զորացած ենք, եթե Քրիստոսի խոսքը մեր մեջ բնակվում է, մենք պետք է առատաձեռն լինենք, ինչպես մեր ավակ հովիվ Գոր Մեխակյանը խոսում ասում է, եթե ուզում ես հասկանաս քո առատությունը չափը, թե տես ինչքան ես խոսում Աստվածաշունչը մարդկանց, բարի լուրը տարածում ես մարդկանց, որովհետև այդտեղ է երևում քո առատաձեռնությունը։ Դու փրկվել ես, քո տանդ մեջ կա ուրախություն, դու անեծներից ազատ ես, բայց քո հարևանիդ ոչ մի բան չես խոսում, քո գործի տեղը
Եվ այդպես շատ տեղեր, շատ դաշտեր կան, որ մենք պետք է հասնենք այդ ամեն ինչին։ Փառք մեր Աստծուն, պետք է քայլենք, պետք է զորանանք։ Առաջի Կորինթացիս 6-րդ գլուխ 19-20-ում Կամ թե չգիտեք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում են, որ նրանք Աստվածանից ունենք եւ ձերը չեն, ձերիները չեն։ Այսինքն պետք է հասկանանք, որ այս տաճարը որ կա, որ թեկուզ մեզ է տրված է Աստվածանից մեզ։ Եվ այս տաճարի մեջ պետք է բնակվի Տիրոջ Հոգին։ Եվ խոսքը շատ հստակ ասում է, ձերը չի, այսինքն Աստծուն է եւ Աստված պետք է բնակվի։ Փառք մեր Աստծուն։ Երկրորդ Տիմոթեոս առաջի գլուխ 7-րդ խոսքը Որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի, այլ զորության եւ սերի եւ զգաստության հոգի։ Էլի գալիս եմ ես սրան, Աստվածաշունչը խոսում ասում է եւ Աստված ձեզ տվել է ոչ թե երկչոտության հոգի, այլ զորության հոգի, որ իմ ներսը պետք է բնակվի։ Կան չէ երեխաներ, որ ասենք նայում ես, ասում ես, սա ինչ-որ պապական հին խոսքերից է, ես հիշում եմ, երբեմն մեր մեծերը տեսնում են, ասում են, երեխու մեջ կրակ չկա։ Երեխեք կան, որ այսպես շատ իրանք այսպես ժիրեն, ու գիտես, այդ երեխու մեջ, որ տեսնում են այդ կրակը, եւ այդ զորությունը, եւ նույնպես կա հոգեվոր վիճակ, որ մարդկանց մեջ այդ կրակը չկա։ Այսօր եթե ուզում ես հաղթես, եթե ուզում ես հաջողված լինես, եթե ուզում ես ժառանգես, որտեղ Աստվածաշունչը խոսում ասում է ուժեղները կժառանգեն երկնքի արքայությունը։ Մի փոքր կավելացնեմ իմ օրինակներս այսպես թող մի քիչ կոպիտ եմ, բայց կասեմ։ Մի հատ այսպես երկար տարիներ առաջ մի մարդ կար ասում էր հոգևոր միջավայրում խոսում էր, ասում էր տղամարդկանց մեջ ասում էր հոգևոր լինելը ամեն գյադագյուդու բան չի։ Այսինքն ուժեղները պետք է ժառանգեն երկնքի արքայությունը։ Եթե Քրիստոսի զորությունը չկա մեր ներսը, մենք չենք ժառանգելու երկնքի արքայությունը։ Մեզ պետք է զորանանք, Տիրոջ զորություն հագնենք եւ արթուն կենանք եւ ամեն ժամանակ եւ պատրաստ լինենք այդ պատերազմին։ Փառք Աստծուն։ Ես այսպես տեսնում եմ, ասենք ֆիզիկապես, եկեք նայենք այս ամեն ինչին ֆիզիկապես։ Եթե մարդը քնած վիճակ է իր մոտ, այսպես ոչ ստապ վիճակ է իր մոտ, կամ ասենք պատկերացրեք իր հետ ինչ-որ առողջական խնդիր կա, իրան ուզում են արթնացնել, հետ բերեն։ Կամ թեկուզ քնից չի արթնանում, հանում ես, ինչ ես անում իրան։ Տարբեր միջոցներ կա, եթե մերկի ուշքը գնում է մեկից, այստեղ ինչ-որ ձեռքերն են սեղմում ցավից, որ հետ կա, չէ, կամ բղաղում են մոտը, կամ սառը ջուր են նստում գլխին, չէ, այս բաներ կա։ Եվ գիտես նույնպես հոգևոր վիճակում մարդուն հետ բերելու համար ես մտածում եմ, ինչը կարա մարդուն հետ բերի։ Մարդը լավ էր, հոգևոր վիճակ ուներ, դարձի էր եկել, այդ հին Ինչպես խոսքն ասում է, հիշիր քո առաջի սերը չկա, մեր ինդիկատորը թող լինի դա, երբ որ քո ներսդ առաջի սերը չկա, երբ որ սիրահարված վազում էր, Աստվածաշունչը գտնում էր եւ աղոթք էր անում, եթե այդ վիճակից իջել ես ներքև, այդ առաջի սերը թողել ես, սա պետք է հասկանանք, որ մեր վիճակը լավ չի։ Մենք պետք է ամեն օր թարմ ձևի աղոթքը վայելենք, պետք է փառաբանության մեջ մտնենք, պետք է փափագենք, պետք է սովենք, իսկ եթե սով չկա Աստվածաշունչ կարդալու հետ, դա արդեն նորմալ չի։ Մենք պետք է զորությունով լցված եղնենք։ Այսպես մի օրինակ կա, կուզեմ բերեմ, տեսեք, մարդիկ կան, երբ որ իրանք զորավոր են, ֆիզիկապես գործի մեջ, գիտես այդ մարդիկ սովում են։ Երբ որ դու գնում ես աշխատանքի, տղամարդիկ գիտեն, երբ որ դու մի մեծ գործի մեջ ես մտել եւ ֆիզիկապես դու գործ ես անում, այդտեղ շատ շուտ դու սով ես զգում, որտեղ էներգիա ես ծախսում։ Եվ սով զգալով պետք է կերակրվես, իսկ եթե հոգևորի մեջ գալով նույնպես, եթե դու սով չես զգում, Աստվածաշունչը քեզ չի ձգում,
Դու զորավոր չես։ Զորավոր մարդկանց ձգում Աստվածաշունչը։ Ամեն։ Փառք մեր Աստծուն։ Եվ ես մեզ երկար մտածելով ես հասկանում եմ, որ մարդուն արթնացնելու համար ֆիզիկապես այնտեղ պետքա ձայն, որ բարձր բղավես եւ հետ կա։ Այնտեղ պետքա ջուր, որ ջուրը լսնես ինքը հետ կա։ Եվ այստեղ այդ ձայնը եւ ջուրը մեր Աստվածաշնչի խոսքն է։ Գիտես մենք սովորել ենք, գիտենք այսպես մի խոսք կա, ռեմա հունարեն բառից, որ ինքը թարգմանվում է, ասում է խոսք հատուկ երկնքից, ոչ թե Սիմոն Պապից կամ հարևան Մարուսից, ոչ, խոսք հատուկ իրավիճակների համար, հենց քեզ համար։ Երբ որ գալիս է խոսքը հատուկ քո իրավիճակիդ, քո այդ խնդիրների մեջ քո համար, այդ խոսքը քեզ ինչ անում, արտացնում է։ Հոգևոր քնած վիճակի մեջ Աստծո խոսքը կարող է քեզ արթնացնել եւ արթուն պահել։ Իսկ եթե դու խոսքը քեզ չի հասնում, այդ ժամանակ քեզ չի արթնացնում։ Պետք է խոսքը քննենք, խոսքի մեջ լինենք։ Աստվածաշունչը հետաքրքիր բան ասում առաջի Կորինթացիս 1:18-ում որովհետև խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներիս համար Աստծո զորությունն է։ Գիտեք, երբ որ մարդիկ կան, որ փրկված չեն ընդունել, որ Քրիստոսին է Տերն ու Փրկիչն է, եւ այդ մարդիկ, որ իրանց ներսում չի Քրիստոսի տաճարը եւ իրանց գահին նստած չի Քրիստոսը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, խաչի խոսքը կորածների համար հիմարություն է։ Բայց մենք որ Քրիստոսին ընդունել ենք Տեր ու Փրկիչ, մեր փրկվածներիս համար, ինչպես խոսքը խոսում է, մենք փրկված ենք Քրիստոսով, բայց մեզ պետք է զորություն, ինչպես խոսքն ասում է, որ փրկվածներիս համար Աստծո խոսքը զորություն է։ Եթե դու Աստծո խոսքը առնում ես, Աստծո խոսքը գալիս է եւ ինձ եւ քեզ տալիս է ինչ զորություն։ Եթե չկա խոսք, չկա զորություն։ Կա խոսք, կա զորություն։ Կարդում ես, ապրում ես, չես կարդում, չես ապրում։ Կարդում ես, կենթանի ես, ինչպես Աստվածաշունչը խոսում, ասում է մեռելները թող թաղեն իրաց մեռելը։ Մենք հասկանում ենք, որ մեռելը չի կարող մեռել թաղի, բայց երբեմն հանդիպում ենք մարդկանց, որ իրանք հոգևոր են, հոգևոր էին, ոգևորված էին, բայց իրանք ինչպես քնած վիճակը, իրանց պետք է արթնանալ։ Մեզ պետք է զորանանք, մեզ պետք է Աստվածաշունչի խոսքը մեզ հետ լինի, որ ունենք արթուն վիճակ ունենանք։ Փառք մեր Աստծուն։ Մատթեոս 3-րդ գլուխ 16-17 Այստեղ խոսում ասում է, որ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ ինքը մկրտվում էր, ասում է, եւ երկնքից մի ձայն լսվեցավ, եւ խոսքն ասում է, եւ ահա երկնքից մի ձայն լսվեցավ, որ ասում էր. «Դա իմ սիրելի որդին, ես նրան հավանեցի»։ Եվ նույնպես մի տեղ կա, որ Ղուկաս ավետարան 9-րդ գլուխ 28-ից 36-րդ խոսքերը։ Եվ այստեղ խոսում ասում է, երբ որ Տերը բարձրացավ Ժայռը եւ իր աշակերտներից երեքին հանեց իր հետ եւ այս ասում է եւ նրանց առաջ ասում է իր երեսը սկսեց փայլել, այլակերպվեց եւ այնտեղ իրանց համար աշակերտները հասկացան, որ շատ լավ է Տիրոջ ներկայությունը կա եւ իրանց երևաց Եղիան եւ Մովսեսը եւ ասում է այստեղ լավ է, եկեք մի տաղավար սարքենք, այստեղ մնանք։ Շատ լավ է, ամեն ինչ լավ է, որովհետեւ Եղիան այք է, այստեղ Մովսեսն այք է, այս ինչ ընտիր է։ Այսօր գիտես մարդկանց հետ ճանապարհին գալով տաքսիստի հետ խոսում եմ, ասում եմ գիտես այնտեղ ես մի հատ իկոնա ունեմ, դնում եմ այդ իկոնան իմ դեմս ու ինձ շատ լավ է, ես այդ իկոնան ունեմ, այսպես խոսում եմ տաքսի հետ վարորդի կողք, այսպես դրել այդ նույն իկոնայից ու գիտես թվում է թե պատմությունը շատ նման է։ Այսօր գիտես շատ հեշտ շեղվում են։ Մովսեսն է եկել, Եղիան է եկել, Տերը կանգնած իրենց կողքը եւ ասում է երկնքից ձայն եկավ։ Եվ խոսում է եւ ձայն եղավ եւ ասեց, որ դա է իմ սիրելի որդին, դրան նայեցեք։ Այսօր գիտես Աստված ուղղում է մեր տեսողությունը դեպի Քրիստոսին։ Ես նայում եմ այս առաջներում, երբ որ մարդիկ քայլում էին անապատով,
Դավիթի, ասենք, պատմությունն ես նայում։ Եվ այդ զորավորները, որ կային, գիտես, նրանց ուշքը Աստծու վրա էր։ Բայց Աստված մարդացավ, եկավ մեզ փրկության համար, եւ Աստված խոսում ասում է նրան մտիկ տվեք, ոչ Իկոնյաներին, ոչ չգիտեմ իր Սվիտո Եսիմուն, Վալենտինին կամ ես չգիտեմ ում։ Այսօր Աստված խոսում ասում է, որ նրան մտիկ տվեք, ես նրան շատ հավանել եմ։ Հովհաննես Ավետարան 3:14-16-ում այստեղ մի բան կա գրված, որ շատ կարևոր է, ասում է, եւ ինչպես Մովսեսը օծը բարձրացրեց անապատում, այնպես էլ պետք է որ մարդի որդին բարձրացվի։ Ես չգիտեմ փոխանցել եմ թե չեմ փոխանցել, երկու նկար կա, կուզեմ որ ցուցադրեք այստեղից։ Խնդրեմ, այս թող մնա, նայեք։ Եվ խոսքն ասում է, որ 5 տակարանում կար ժամանակ, երբ որ մարդկանց մեղքերի պատճառով օծեր էին դուրս գալիս եւ իրանց ասում էին գծել եւ այդ մարդիկ մահանում էին, խոցոտել եւ Տիրոջ ողորմությունը շարժեց Մովսեսի խոսքը, աղոթքը, որ ասում է գնա եւ այդ անապատի մեջ մի հատ պղնձից օծ կձուլես եւ կկախես ով որ այդ օծին նայի անիծված կգտնի բժշկություն եւ իրանք սկսում են բժշկվել։ Եվ այս հաջորդ պատմությունը որ տեսնում ենք եւ ասում է ինչպես որ Մովսեսը օծը բարձրացրեց անապատումը, այնպես էլ մարդու որդին կբարձրացվի։ Կխնդրեմ որ հաջորդ նկարը ցույց տաք, ցուցադրեք։ Տեսեք այսօր շնորհակալություն ձեզ։ Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսը բարձրացվել է խաչը, որ մենք խոցոտված խնդիրների մեջ, մեղքերի մեջ, որ սատանան գալիս, սատանան գալով սկսում է կծել, փչացնել, քո հավատքը փչացնել եւ քնցնել։ Այսօր մենք նայելով Քրիստոսին մենք զորանում ենք։ Խաչի զորությունը կարող է մեզ զորացնի եւ կանգնեցնի, ինչի միջից էլ որ անցած լինես։ Սա ձեզ պետք չի բացատրել, դուք գիտեք դրա մասին, որ Տերը քեզ կանգնացրել, ասում է, ես ձեզ մխիթարիչ կուղարկեմ, որ ձեզ մխիթարի։ Շատ անգամ, երբ որ Տիրոջ խոսքը գալիս է Սուրբ Հոգու, եւ գալիս է հանդիմանելու եւ գալիս է մխիթարելու, որովհետեւ ասում է կանգնիր, ես գիտեմ ինչի համար ես անցել։ Նա բուժող է, նա զորացնող է։ Փառք Աստծուն։ Այսօր եկեք կարդամ հետևյալ տողերը 15-րդ խոսքը ասում է որ ամեն նրան հավատացողը որ չկորցի այլ հավիտենական կյանք ունենա որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը որ միածին որդուն տվեց որ ամեն նրան հավատացողը չկորցի եւ հավիտենական կյանք ունենա ամեն Սա մեր սիրելի տեղն է որ մենք Աստվածաշնչի մեջ տեսնում ենք Փառք Աստծուն, ինչի համար, որտեվ խոսքը ասում է ամեն նրան հավատացողը, ինչի միջից որ անցել ես, ինչքան էլ դու սայթակել ես, որտեվ Աստվածաշունչը խոսում ասում է արդարը քանի անգամ որ սայթակի, չէ, նա կկանգնի։ Այսօր մեր խաչի զորությունը, մեր Քրիստոսը, մեր զորքի զորավարը կարա մեզ արթնացնի եւ զորություն տա։ Ես չգիտեմ ինչ ցավի միջից էլ անցած լինես, ինչ մեղքի միջով էլ անցած լինես, որտեվ խոսքն ասում է ես ամենին եմ ասում, արթուն կացեք, մենք կարդացինք այդ ամեն ինչը, բոլորիս է վերաբերվում։ Աստված կարա քեզ զորացնի եւ կանգնեցնի, փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Եվ գիտես, ես ամեն ինչը տեսնելով մի բան եմ հասկանում։ Աստված ուղարկեց իր որդուն եւ խոսեց, ասա մտիկ արեք։ Սա իմ սիրելի որդին։ Դա իմ սիրելի որդին։ Այսօր գիտես մեր Տեր Հիսուս Քրիստոս եկավ իր մեծ գործնարավ իմ ու քո համար մեծ փրկություն տալով գնաց երկինք, բայց ասավ ես կուղարկեմ ձեզ Սուրբ Հոգին, որ որբ չմնաք։ Այսօր ժամանակն է, որ մենք ինքներս նայենք Սուրբ Հոգուն։ Նայենք Սուրբ Հոգուն, որ խոսում է մեր սրտերի մեջ։ Նա զորավոր է, նա զորացնող է։ Այսօր ժամանակն է, որ մենք Սուրբ Հոգու հետ խոսենք։ Իմիներս լսում են իմ ձայնս, իմիներս ճանաչում են իմ ձայնս, չէ՞։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը չխստացնեք։ Եթե լսում ես նրա ձայնը, մարդկա չի լսում, բնենց է քնած, խոսա, չխոսա իր համար մեկը։
Բայց Սուրբ Հոգին միշտ խոսում է։ Եթե լսենք նրա ձայնը, եթե լսում եմ ես նրա ձայնը, իմ սիրտը պետք է բացեմ Տիրոջ առաջ։ Եթե լսենք, եթե խոսքը գալիս է, մեզ կզորացնի, մեզ կկանգնեցնի, մենք էլ քնած ժամանակ չենք ունենա քնելու։ Մենք այդ արթուն վիճակը կունենանք, փառք մեր Աստծուն։ Առաջ Կորինթացից 6-րդ գլուխ 19-20-ում կամ թե չգիտեք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում են եւ նրան Աստծոց ունենք, որ ձեզանում որ ձերը չեն։ Մենք պետք է հասկանանք, որ մենք Աստծո տաճար ենք։ Մենք զորավոր Տիրոջ տաճար ենք։ Տերը պետք է մեր ներսը բնակվի, մենք պետք է լինենք զորացած։ Որ մարդ քեզ հանդիպի, ուղղակի, չգիտեմ, մենք պետք է իրոք այդ զորությունը հագնենք։ Գնանք, ասում ես, ձեզ ուղարկում եմ եւ ձեզ իշխանություն եմ տվել։ Մենք պետք է այդ իշխանությունը հասկանանք, որ մենք ուղղակի այսպես քամուց քշված տերևներ չենք աշխարհի մեջ։ Աստված մեզ տվել է մեծ զորություն, որ փոխենք պատմության էջեր։ Այո, հենց ես եւ դու։ Փառք մեր Աստծուն, այն դաշտերը, որ դուք ունեք, որ դուք քայլում եք, այսօր այդ դաշտերը ես չունեմ։ Եվ քո դաշտերը, քո տեղը, որ պետքա դու խոսես եւ դավանես Քրիստոսին, այդ դաշտերը պետքա մենք այդ զորությունը, որ կա, որ Տերը տվել է, մենք պետքա արթուն վիճակ ունենանք եւ քայլենք այդ մեր գործը մենք պետքա լավ անենք։ Եվ մի տեղ էլ կա չեմ կարդա եւ առաջի Թեսաղոնիկեցիս 5:17-ում խոսքն ասում է. հոգին մի հանգչեցրեք։ Հոգին, որ Տեր Հիսուս Քրիստոսը տվել է, մենք կարանք մեր ձեռքով հանգչեցնենք։ Այմացած խոսքը չի ասում, մենք մեր ձեռքով մեր տունը քանդում ենք, չէ՞, դες մի խոսք է։ Գիտես, իրոք մեր ձեռքում շատ բան կա։ Խոսում ենք, Սաղմոսն ասում է, ով իմանց, պաշտիր Տիրոջը։ Դες ժամանակ կա, չէ, երեխաներ կան, ինչ-որ մի բան չեն անում, ինչ ես անում։ Ասես շորերից բռնում ես ու զորով տանում ես ինչ-որ մի տեղ։ Շատ ժամանակ, գիտես, երբ որ իմ այդ ինչ-որ մի բան են չի մարմնի ծանր sense վիճակ կա եւ չես ուզում գնաս, ասենք քեզ բան չի, շատ ժամանակ ես իմ ձեռքս գցում եմ հետևիցս, սա այսպես մտքով եմ ասում, որ հասկանաք, եւ ինձ բրդում եմ Աստված պաշտությանը։ Գիտես, եղան, ասենք, գալիս եմ տուն, իմ տունը կինս ժամի 10-ին ժամ ունի երեխեքի հետ կանգնում աղոթքի, կապ չունի, ես զգում եմ, որ ես ինչքան էլ հոգնած եկել եմ, ես պետք է վազեմ իրանց հետ կանգնեմ աղոթքի, որովհետև ես հետ կմնամ այդ Երամից։ Երամը հասնելու ատեղ գնալով, բայց դու Երամի հետ չեղար, դու մնալու ես դուրսը։ Երամից հետ ընկած կենդանիները ասեմ քեզ, որ իրանք սատկում են։ Հիմա կասես, ես ինչ ես եկել, ինչ դժվար դաժան բաներից ես խոսում։ Այո, ես պատմում եմ ճշմարտություն, ես խոսում եմ ճշմարտություն։ Մենք պետք է Երամից հետ չմնանք, մենք պետք է զորավոր լինենք, մենք պետք է արթուն լինենք, որ հասնենք խոստացված երկիրը։ Փառք Աստծուն։ Մի օրինակ կուզեմ ձեզ բերեմ, տեսեք, այստեղ մենք խոսեցինք խոցոտված լինելուց, որ չարը գալիս է եւ սկսում է փչացնել քո հավատքը, քնցնել իր թույնով, եւ այս վերջերս մի ռոլիկ ես տեսա, որ ինքը կար ամենաթունավոր օծերից մեկը, ինքը Կարալևսկի կոբրան է, եւ ասում նրա կծածից ինքը մարդիկ երկար չեն ապրում, իրանց միանգամից պետք է այդ հակաթույնը, որ ինքը կարողանա ողջ մնալ։ Եվ այսպես մի հատ կենդանի կա, որ ինքը կոչվում է մանգուստ, հայերեն չգիտեմ ոնց է, չեմ էլ փնտրել այդ, որ գտնեմ այդ, եւ այդ կենդանին ես տեսնում եմ, որ հարցակվելով այդ օծի վրա, թագավորական կոբրայի վրա, եւ ինքը միջև վերջ կռիվ անում եւ նրա կծածը իրան չի վնասում։ Եվ ես հասկանում եմ, որ իր այդ դիմադրողականությունը այնքան բարձր է, որ իր վրա չի ազդում այդ թույնը։ Եվ ինքը մինչև վերջ ջարդում է սատանայի գլուխը եւ ինչպես Աստվածաշնչի մեջ գրված է։ Ու գիտես, այսպես լավ ես զգում, թե վերջը ինչ որ մի կենդանի կարողացավ ջարդի նրա գլուխը։ Եվ այսօր ես եւ դու, ինչքան էլ մեր դեմ կանգնած
մեծ փորձ ունեցող սատանան հզոր լինի, երբ որ ես եւ դու պատվաստվենք Քրիստոսի զորությունով, մենք կջարդենք սատանայի գլուխը։ Ամեն։ Եկեք պատվաստված լինենք, որ կարողանանք դիմադրենք սատանայի գործերին։ Եկեք պատվաստված լինենք Քրիստոսով, զորացած լինենք, որտեղ Քրիստոսով մենք ամեն բան կարող ենք մեզ զորացնող Հիսուս Քրիստոսով։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Այսօր ես այսքանն էի ձեզ պատրաստել, եկեք կանգնենք ոտքի։ Կուզեմ, որ մի աղոտ բարձրացնենք, մենք մինչև ունենք հաղորդություն, մինչև կպատրաստենք հաղորդություն, կուզեմ, որ մի աղոտ բարձրացնենք։ Տեր, շնորհակալ եմ քեզանից։ Դու ես մեր Տերը, մեր Աստվածը։ Փառք ենք քեզ տալիս, Տեր։ Քո զորությունը թող գա, Տեր։ Լցվի մեր ներսը, Տեր։ Հասկանանք, որ առանց քեզ ոչ մի բան չենք կարող անել, եւ ինչ որ եղավ, քեզանով եղավ եւ առանց քեզ ոչ մի բան չեղավ, Տեր։ Շնորհակալ ենք քեզնից, որ որդեգրել ես, Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք, որ փրկվել ենք, Տեր իմ Աստված։ Դու ես մեր Տերը, մեր Աստվածը, Տեր։ Քո փառքիդ համար, Տեր։ Թող հասկանանք, որ մենք պետք է միշտ լինենք հոգու մեջ։ Ամեն ժամ աղոտ կանելը սա նշանակում է, որ միշտ լինենք հոգու մեջ, Տեր։ Զորացրա, Տեր, որ հիշենք մեր առաջվա սերը, Տեր, որ մենք հասկանանք, որ քեզնով իշխանություն ունենք, որ քանդենք սատանայի բերդերը, Տեր իմ Աստված։ Զորացրա եւ կանգնեցրա մեզ, Տեր։ Տուր այդ արթուն վիճակը, Տեր իմ Աստված։ Թող ճաշակենք, որ արթուն լինելով ավելի հեշտ է քանդել եւ կանգնել սատանային, Տեր, եւ անել քո գործը քեզ հետ շատ հեշտ է, Տեր։ Լցրա մեզ քո զորությունով։ Փառք ենք քեզ տալիս։ Ամեն։ Փառք Աստծուն։ Փառք մեր Տիրոջը, փառք մեր Աստծուն։ Այսօր մենք ունենք հաղորդություն։ Շնորհակալ ենք Աստծուց, որ հնարավորություն ունենք